Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են կառավարությունից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ որ վարչապետը ժամանել է միջազգային միջոցառմանը նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը։ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմը այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար, նշելով. «Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռուսատոմ կորպորացիայի հետ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են։ Փաշինյանը իր խոսքում ասել է, որ առևտրաշրջանառության մեջ ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում։ Դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց կարծում է, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-24 թվականներին։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր, եզրափակել է Փաշինյանը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային այցի շրջանակում նախորդին այցելել է Չարենցավան համայնք եւ համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Գալստյանի, մարզպետի աշխատակազմի եւ Չարենցավանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել են այս պահին կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող երկու մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ Մանկապարտեզներից մեկը հիմնանորոգվում է ամբողջությամբ, իսկ մյուսը մանկապարտեզի հիմնանորոգումն է, ընդգրկում է երկրորդ մասնաշենքը։ Այս պահին իրականացվում են ներքին հարդարման, բակերի բարեկարգման աշխատանքներ։ Ծրագիրը իրականացվում է կառավարություն համայնք 70-30% համաֆինանսավորմամբ։ Շինարարական երկու կետերում էլ մարզի ղեկավարը զրուցել է շինարարների հետ, խիստ կարևորելով որակյալ աշխատանքների իրականացումն ու ժամկետների պահպանումը, փոխանցում են մարզպետի աշխատակազմից։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը եւ Նորվեգիայի շրջակա միջավայրի եւ կլիմայի նախարար Անդրեաս Էրիքսենը համագործակցության հուշագիր են ստորագրել Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այս մասին Facebook-յան էջում գրառել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի եւ Նորվեգիայի միջև հարաբերություններում, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։ Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության եւ փորձի փոխանակում, մասնագետների եւ պաշտոնյաների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացում։ Սա մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել կենսաբազմազանության պահպանության քաղաքականությունը, ներդնել Նորվեգիայի փորձը եւ համատեղ ուժերով առաջ մղել այն օրակարգերը, որոնք բխում են Կունմին Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակից։ Այս փաստաթուղթը ոչ միայն գործնական ծրագրերի հիմք է դնում, այլ խորացնում է մեր երկրների միջև բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները։ Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անտառների եւ կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաեւ պլաստիկի աղտոտման դեմ գլոբալ գործընթացում ունեցած առանցքային դերը։ Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը կնպաստեն ոչ միայն երկու երկրների ընդհանուր նպատակների իրականացմանը, այլև գլոբալ կայուն զարգացման մեծ գործընթացին, գրել է Մաթևոսյանը։
ԱՊՀ մասնակից պետություններն ընդլայնում են համագործակցությունը հարկային ֆինանսական խախտումների դեմ պայքարի ոլորտում։ Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ֆինանսական հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի պատվիրակությունները, ինչպես նաև խորհրդի ուսումնական հաստատությունների եւ ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։ Ողջունելով նիստի մասնակիցներին պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ 24-րդ նիստը եւս մեկ քայլ է ուղղված երկրների եւ գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Խորհուրդը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ վերլուծության ու հարկային իրավախախտումների եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների մշակման համար։ Դինամիկ փոփոխվող տնտեսական եւ իրավական միջավայրի պայմաններում մեր խնդիրն է հարկման ոլորտում ապահովել թափանցիկություն եւ օրինականություն։ Ամրապնդել քաղաքացիների բիզնեսի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ 21-րդ դարում թվայնացման դարաշրջանում տնտեսական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։ Կրիպտոակտիվները, ֆինանսական տեխնոլոգիական նորարարությունները, էլեկտրոնային առևտուրը եւ անպային լուծումները արագորեն տարածվում են, ստվերային տնտեսությանը հաղորդելով նոր բարդություններ։ Այս պայմաններում երկրների միջև հարկային հետաքննությունների ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարևոր։ Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրատ Բիժանովն էլ կարևորել է գործընկեր երկրների փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցությունը։ Չնայած տնտեսության եւ ֆինանսների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը բարդ խնդիր է, բոլոր համակարծիք են, որ կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել իրավախախտումները եւ դրանց բացասական հետևանքները։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդի առջև դրված խնդիրների իրականացման համար, կձգտի արդյունավետ իրականացնել համագործակցության գերակա ուղղությունները։ Այս տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը 1 տարով, իսկ համանախագահներն են լինելու Ուզբեկստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները։ Քննարկվելու եւ կայացվելու են առանցքային որոշումներ կապված հարկային, ֆինանսական իրավախախտումների հետ։ Երևանում համակարգող խորհրդի 24-րդ նիստում մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային ֆինանսական հետաքննության մարմինների փոխգործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել գործունեության տնտեսական անվտանգության ապահովման, ծայրահեղականության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, դրամական միջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվել են նաեւ կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերը։ Հանդիպման ավարտին ընդունված որոշումների վերաբերյալ ստորագրվել է արձանագրություն, նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։ Որոշում է ընդունվել հերթական 25-րդ նիստն անցկացնել Ուզբեկստանի Հանրապետությունում։ Այնուհետև նիստի մասնակիցները պարգևատրվել են համագործակցության հուշամեդալով։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությունը։ Արթուր Պողոսյանը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարին, շնորհակալություն հայտնելով քննչական կոմիտե կատարած այցի համար։ Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն, դրսևորելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում։ Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները եւ խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը։ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոհբանիին, նշելով, որ քննչական կոմիտեի հետ համագործակցության եւ կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո դը Բրուաուզեի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն է եղել քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման և խորացման ուղիները։ Կողմերը անդրադարձել են նաև Փարիզում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Mistral Al ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված դրույթներին, մասնավորապես Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների հիմնման վրա բիզնես լուծումների խթանման, ինչպես նաև ֆրանսիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ գործող համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին։ Քննարկվել են ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում համատեղ ինժեներական նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ուղիները։ Օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում սեպտեմբերի 25-ից 26-ին համաձայն, որի բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 12 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 14-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված։ Կատարվում է նախաքննություն։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Այս մասին հաղորդագրությունը տարածել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել 22:27-ին։ Պահեստային տարածքում այրվել են ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 17:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Փրկարարական ծառայության հաղորդմամբ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից Խորդանոցի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել 19-ին։ Այրվել է Խորդանոցը մոտ 20 քառակուսի մետր մակերեսով։ Հրշեջ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։ 1 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վաշինգտոնում սպանությունների մեջ մեղադրվողների համար մահապատիժ սահմանելու մասին։ Այս մասին փոխանցում է Կոմերսանտը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահապատիժը համապատասխանում է մայրաքաղաքի կարգավիճակին։ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրամանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ ուզում է մահապատիժը թույլատրվի ամբողջ երկրում։ Մենք դրա համար պայքարում ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև ամբողջ երկրում, լրագրողներին ասել է Բոնդին։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հաղորդում են սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին մարզերում գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-ից 30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ից 3-ը, 29-ին 30-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 3-ից 6 մետր վարկյան։ Սեպտեմբերի 28-ից 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ից 3-ը կնվազի 3-ից 5 աստիճանով, սեպտեմբերի 28-ից 29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Սեպտեմբերի 30-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։